Վրաստանի կառավարության կառուցվածքում կստեղծվի տարածաշրջանային քաղաքականության հարցերով նախարարի պաշտոն, այն կզբաղեցնի Մամուկա Մդինարաձեն, ով կշարունակի կատարել նաև փոխվարչապետի պարտականությունները։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Ամիսներ առաջ Մդինարաձեն զբաղեցրել է իրավապահ մարմինների հարցերով պետական նախարարի պաշտոնը, եւ ըստ վարչապետի շատ կարևոր ներդրում է ունեցել իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի համակարգի ստեղծման գործում։ Կոբախիձեի խոսքով սեպտեմբերին կփակվի տարածաշրջանային զարգացման նախարարությունը, իսկ նախարար Կախաբեր Գուլեդանին կզբաղեցնի Վրաստանի ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Նաուրուն խզել է Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Արտգործնախարար Մակա Բոջորիշվիլու խոսքով այս որոշումը Վրաստանի քաղաքականության, ինչպես նաև երկրի արտաքին քաղաքական գերատեսչության միջազգային հարթակներում իրականացրած դիվանագիտական ջանքերի կարևոր հաղթանակն է, ուղղված երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությանը։ Բոջորիշվիլին հավելել է, որ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ ցանկացած դիվանագիտական հարաբերություն միջազգային իրավունքի և դրա հիմնարար նորմերի կոպիտ խախտում է։ Մենք կշարունակենք աշխատել, որպեսզի անօրինական կերպով ընդունված որոշումները չեղյալ հայտարարվեն, ինչպես նաև անհրաժեշտ քայլեր կձեռնարկենք մեր երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման համար։ Վրաստանի գլխավոր դատախազ Գեորգի Գվարակիձեն Ադրբեջան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևի հետ։ Կողմերը քննարկել են քրեական արդարադատության ոլորտում երկու երկրի իրավասու մարմինների միջև գործընկերության ու համագործակցության կոնկրետ ուղղություններին վերաբերող հարցեր։ Անդրադարձ է եղել նաև հանցավորության դեմ պայքարում փորձի փոխանակմանը, Վրաստանի և Ադրբեջանի քրեական արդարադատության ոլորտում անցած տարիների ձեռքբերումներին ու մարտահրավերներին, ինչպես նաև հանցավորության դեմ համատեղ արդյունավետ պայքարի հետագա ամրապնդմանը։ Ալիևը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը արդյունավետ համագործակցության համար։ Սիրիայի նախագահ Ահմեդ Աշ-Շարան Ալ Ջազիրային տված հարցազրույցում հայտարարել է, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան միջնորդ են հանդիսացել ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցություններում։ Սիրիայի ղեկավարի խոսքով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն անձամբ է միջամտել Դոնալդ Թրամփի հետ բանակցային գործընթացին, ինչն օգնել է հասնել սահմանափակումների չեղարկմանը։ Շարանն նաև ընդգծել է, որ միջազգային ասպարեզ Սիրիայի լիարժեք վերադարձի գլխավոր խոչընդոտն այն է, որ երկիրը շարունակում է մնալ ահաբեկչությունը հովանավորող պետությունների ցանկում։ Նրա խոսքով Թրամփի վարչակազմն արդեն սկսել է Սիրիան այդ ցանկից հանելու գործընթացը։ Միևնույն ժամանակ Սիրիան և Թուրքիան ամրապնդում են համագործակցությունը բանկային և առևտրային ոլորտներում։ Դամասկոսում Սիրիայի և Թուրքիայի կենտրոնական բանկերի ղեկավարները համաձայնագիր են ստորագրել, որի նպատակը ֆինանսական և առևտրային գործառնությունների պարզեցումն է։ Թուրքական նավթային ընկերություն բաժնետիրական ընկերությունը ձեռք է բերել BP Energy Company of Kirkuk Limited ընկերության բաժնետոմսերի 15%-ը։ Համաձայնագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալպարսլան Բայրակթարը։ Նախարարության հայտարարության համաձայն արարողությունը տեղի է ունեցել պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Իրաքի վարչապետ Ալի Ֆալեհ Ալ-Զայդիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումից հետո։ Կողմերը քննարկել են Թուրքիայի և Իրաքի միջև գործակցության ընդլայնման հարցերը, հիմնական ուշադրությունը կենտրոնացնելով տնտեսության, ջրային ռեսուրսների կառավարման, անվտանգության և ներդրումների ոլորտների վրա։ Իրաքի վարչապետը բանակցություններից հետո հայտարարել է, որ Բաղդադը կարող է ավելացնել Թուրքիա նավթի մատակարարումները օրական մինչև 1 միլիոն բարել։ Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհները մոտենում են Անթալիա և Մուղլա նահանգների զբոսաշրջային տարածքներին։ Իշխանությունները սկսել են մարդկանց տարհանումը։ Գրանցվել է հրդեհի 90 օջախ։ Անթալիայում փակվել է տարածաշրջանի առանցքային ճանապարհը։ Մուղլա նահանգում իրավիճակն ավելի բարդ է, այնտեղ 5 խոշոր հրդեհ է գրանցվել։ Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 3000 մարդ, ինչպես նաև ավիացիա ավելի քան 100 ուղղաթիռ և մոտ 30 ինքնաթիռ։ Աղետի պատճառ է դարձել սաստիկ տապը։ Այս օրերին ջերմաստիճանը հասնում է 52 աստիճանի։
ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ծանր հարվածներ են հասցրել Իրանին։ Թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտներ, ռազմական հրամանատարական կետեր, հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի կայանքներ, ափամերձ հսկողության եւ պաշտպանության օբյեկտներ։ Հարվածները հասցվել են ի պատասխան երեքշաբթի Հորդանանում ԱՄՆ բազաների եւ Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա Իրանի հարձակումներին։ Միացյալ Նահանգների հարվածից հետո Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան թիրախների, մասնավորապես Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո Վաշինգտոնը չի քննարկում Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի խոսքով Իրանի վերջին գործողությունները չեն փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը եւ ամերիկյան ուժերի հետ քաշման հարց օրակարգում չկա։ ԱՄՆ նախագահը նաև ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատասխանել Իրանի նման գործողություններին, անհրաժեշտության դեպքում հասցնելով պատասխան հարվածներ։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, դրանցում ներառելով 8 նավթային լցանավ եւ 10 իրավաբանական անձ։ Նոր սահմանափակումներն ուղղված են ծովային ուղիներով ածխաջրածինների արտահանումից Թեհրանի եկամուտների խափանմանը եւ Հորմուզի նեղուցի շրջանում Իրանի ակտիվության սահմանափակմանը։ Միևնույն ժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ։ ԻՀՊԿ-ն զգուշացրել է նավթային լցանավերի անցումն իրականացվում է միայն կորպուսի ռազմածովային ուժերի հետ համաձայնեցմամբ։ Չնայած հայտարարությանն լրատվամիջոցները գրում են, որ նեղուցով երթևեկությունը պահպանվում է։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունն էլ պնդել է, որ Հորմուզի նեղուցը միջազգային ծովային ուղի է եւ ԻՀՊԿ-ն իրավունք չունի միակողմանիորեն որոշել առևտրային նավերի շարժման երթուղին։ Վենեսուելայի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Իրանի դեսպան Ալի Չեգինին, նրան պաշտոնական բողոքի նոտա է հանձնվել Վենեսուելայի պետական ինստիտուտների եւ իշխանությունների հասցեին արտահայտությունների հետ կապված։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին օրեր առաջ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում հայտարարել էր. Իրանը Վենեսուելա չէ, որտեղ բավական է մեկ մարդու ձերբակալել, որպեսզի բոլորը վախենան եւ նահանջեն։ Վենեսուելայի դիվանագիտական գերատեսչությունը Արաղչիի հայտարարությունը նվաստացուցիչ եւ անտեղի է որակել եւ համարել անընդունելի։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ըմբշամարտի համաշխարհային միության նախագահ Նենանդ Լալովիչին։ Հյուրն ընդգծել է Բաքվում մինչև 17 տարեկան ըմբիշների աշխարհի առաջնության կազմակերպման բարձր մակարդակը։ Նա երախտագիտություն է հայտնել Ալիևին միության գործունեությանը աջակցելու համար եւ ընդգծել Ադրբեջանի ըմբշամարտի ֆեդերացիայի հետ հաջող համագործակցությունը։ Ալիևն էլ կարևորել է նման մարզական միջոցառումների կազմակերպումը Ադրբեջանում, նաեւ հետագայում։ Ալիևի խոսքով ըմբշամարտն այդ երկրում հարուստ ավանդույթներ ունի եւ պետական մակարդակով աշխատանքներ են տարվում դրա զարգացման ուղղությամբ։ Օդեսայի ափերի մոտ եւս մեկ նավ է թիրախավորվել, որի անձնակազմի մեծ մասն ադրբեջանցիներ են։ Այդ մասին հայտնել է ադրբեջանցի նավաստիների աջակցության հասարակական միավորումը։ Նշվում է, որ Albatross Corporation ընկերությանը պատկանող ATA-2 բեռնանավը անօդաչուների հարձակման հետևանքով լրջորեն վնասվել է, ապա ուղևորվել Ռումինիայի ափերի ուղղությամբ։ Անձնակազմը բաղկացած է 13 հոգուց, Ադրբեջանի 12 եւ Թուրքիայի 1 քաղաքացուց։ Ըստ նախնական տեղեկությունների զոհեր եւ վիրավորներ չկան։ Բարթուի Հարությունյան, հարևաններ։